Բուն TV-ի եթերում եւ լողում է Նավա հաղորդաշարի հատուկ եթերաշրջանի վերջին թողարկումն է։ Մենք այս ամբողջ եթերաշրջանը մեծ պատվով եւ մեծ սիրով նվիրել ենք մեծանուն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 70-ամյակին։ Եվ այսօր պարոն Խաչատրյանի հետ մենք զրուցելու ենք նկարչի 3 գերեզմանները ֆիլմի մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցել 2022 թվականին, թեև նկարանումները տևել են շատ ավելի երկար, մի քանի տասնամյակ են ընդգրկում եւ սկսվում է փաստորեն պատմությունը Քամին ու նայնություն ֆիլմից եւ ունենք հնարավորություն պարոն Խաչատրյանի հետ զրուցելու ֆիլմի մասին։ Պարոն Խաչատրյան, շատ շնորհակալություն ձեր տրամադրած ժամանակի եւ համբերության համար այս ամբողջ եթերաշրջանում մեզ հետ լինելու համար։ Սա շատ հետաքրքիր ֆիլմ է ինձ համար, որտեվ Վահան Անանյանը, որը իսկապես շատ տաղանդավոր նկարիչ էր, ապրում ենք նույն թղամասում, Չարբախում։ Եվ ես իրան ծանոթ էի շատ վաղուց։ Տեսել էի իր խնդությունները, տեսել էի իր փախուստները դեպի Ղափանի անդառներ, տեսել էի նրա հավատի փոփոխությունները, տարբեր կրոնների ուսումնասիրությունները, նույնիսկ հիշում եմ, թե իրան տարան խենթանոց։ Նա ավարտել էր, կարծում եմ, նկարչական ուսումնարանը, շատ մտերիմ էր տարբեր մեծատաղանդ նկարիչների հետ, բայց շուտ-շուտ հեռանում էր տնից, շուտ-շուտ հեռանում էր քաղաքից, շուտ-շուտ վերադառնում էր, պատմություններ էր պատմում, մի ժամանակ սկսեց եկեղեցի վերանորոգել։ Մի խոսքով, մարդ, որը ինչ-որ բաներ փնտրում ու չէր գտնում, մարդ, որը նկարում էր ու նկարում էր, մարդ, որ նկարում էր ու նվիրում էր, մարդ, որը պատրաստ էր ամեն ինչը տալու ուրիշներին, ովքեր իր կողքով էին ասում։ Եվ մի օր, ինչպես իմ բոլոր հերոսները, նա որոշեց Հայաստանից մեկնել ու գնաց Էստոնիա, Տալին։ Երբ մենք իմ հերոսների հետ մեկտեղ, որոնց ես թե Մոսկվայում նկարել էի, գտանք իր տեղը, որտեղ այնք գտնվում, հեռախոսով խոսեցինք։ Եվ ասեցի, որ շատ եմ ցանկանում գալ եւ իրան տեսնել եւ նկարել իրան։ Եվ նա ասեց, եթե դուք չեք վախենում ինձանից, յոլա գնաք իմ հետ, եկեք։ Ու մենք գնացինք նկարահանման։ Մարտահրավերի նման մի հատ բան, նախապես գշացնում։ Մեր նկարահանման խմբով եւ տեսանք երկու նկարիչների, մեկը Վահանն էր, իմ ծանոթ, իմ ընկեր, մյուսը Աշոտ անունով մեկ ուրիշ նկարիչ էր, որը շատ հետաքրքիր նկարիչ էր նաեւ, որոնք ծովափին նստած նկարում էին նկարներ եւ վաճառում էին տուրիստներին։ Կամ շատ բարձր գնով, կամ շատ ցածր գնով, կամ փոխանակում էին ինչ-որ մի բանի հետ։ Եվ ինձ համար շատ հետաքրքիր երևույթ էր, որովհետեւ դա իմ ամենահետաքրքիր պատմություններից մեկն էր, որովհետեւ ինչի են փախնում, ինչի են գալիս, հատկապես տաղանդավոր նկարիչը եւ ինչ է ուզում գտնել Տալինում եւ ինչ է ուզում կորցնել Տալինում։ Մոռանալ պատմությունը Հայաստանի, որտեղ ինքը խոսում է Հայաստանի մասին շատ։ Ինքը խոսում է իր փախուստի մասին։ Մարդ, որը թվում է թե չպետք է խոսեր, թաքցներ ամեն ինչ, բայց շատ պայծառ եւ պարզ, ազնիվ պատմում է իր բոլոր պատմությունները։ Եվ մենք այդտեղից մեկնեցինք Սիբիր, ուրիշ մեր հերոսին նկարելու, Հայկին, հա։ Եվ անցան տարիներ եւ հասկացա, որ շատ կիսատ է այս պատմությունը։ Եկավ ժամանակ, որ հասկացա, որ այդ ամբողջ ֆիլմը, որ ես նկարել եմ Քամին ու նայնության, շատ կիսատ պատմություններ են։ Ինչ եղան այս մարդիկ։ Իմ մեջ մեծ անհանգստություն կար, որովհետև ես թվում է թե ֆիլմը վերջացրել էի, ֆիլմը ցուցադրվել էր ամբողջ աշխարհով մեկ։ Ժամանակին դա է, որ ֆիլմը ոչ մեկը չէր մտածում, որ դա կիսատ է կամ պետք է շարունակել կամ հետաքրքիր չի։ Եվ հանկարծ հասկացա, որ այս հերոսները կիսատ են պատմել իրենց պատմությունը։ Ես եմ կիսատ պատմել այս պատմությունը, որովհետև այս մարդիկ ուր են գնում, ինչ են ցանկանում, ինչի չեն վերադառնում կամ ինչի են վերադառնում։ Այսինքն, եթե դու հայ ազգի իսկական նվիրյալ զավակներից մեկն ես եւ արվեստագետ ես, պետք է լրջորեն ուսումնասիրես դա եւ լրջորեն պատմես մարդկանց, որովհետեւ սոցիոլոգ չես, մեծ գիտնական չես, մեծ ուսումնասիրող չես, բայց այդ ամբողջը քեզ համար շատ կարեւոր է։ Որովհետեւ ես շատ եմ ուզում այդ պատմությունները պատմել եւ այդ պատմություններից ելնելով վերանայել մեր ամբողջ ազգի պատմությունը։ Որովհետեւ շատ փախնողներ կան, շատ վերադարձողներ կան, շատ չվերադարձողներ կան, շատ դժգոհ մարդիկ կան, շատ դժբախտ մարդիկ կան։ Եվ արվեստի համար իսկապես լուրջ նյութ է, շատ լուրջ նյութ է, հատկապես կինոարվեստի համար։ Եվ եկավ տարիներ, որ ինքը հանկարծ հիվանդացավ եւ վերադարձավ Հայաստան։ Նկարեցինք Հայաստանում։ Ոչ կամերա ունենք լավ, ոչ ես ունենք, ոչ են ունենք, վատ տարիներ էին։ Ես իմ տղային, որը մի քիչ գիտեր կինոն, հետագայում սովորեց եւ ավելի լավ իմացավ։ Իմ տղան նստում էր իր կողքը, առավոտ գիշեր եւ իր սիրողական կամերայով նկարում էր վիճակներ, երբ որ նա ուզում էր խոսեր, երբ որ նա ուզում էր պատմեր,
Մի օր ես էի գալիս, մի օր ինքն էր նկարում, որտեղ չունենք հնարավորություններ, ասենք, խումբ հավաքելու, փող հավաքելու եւ նկարելու այն ինչ որ հնարավոր նկարել պրոֆեսիոնալ։ Քայլես փողոցներով, թվում է թե արդեն շատ վատ վիճակում էր, այլևս չի ապրի, բայց որոշեց նորից վերադառնալ Տալին։ Պատմեց, որ հիմնական իր հիվանդությունները ստացել է Օդեսայում, ապրել է նաև Օդեսայում, նկարել է Օդեսայում, խնդիրներ է ունեցել։ Ֆիլմի մեջ կտեսնեք ամբողջը, չեմ ուզում պատմություն պատմեմ ես հիմա իրանց մասին, բայց ինքը ստեղծել էր մի հատ կախարդական աշխարհ։ Հա, այդ շատ հետաքրքիր է ոնց էր։ Երբ ես տեսա թե Տալինում էստոնացիներ, ռուսներ եւ այլ մարդիկ ինչպես են պաշտում նրան, ինչպես է ընկերություն նրա։ Ինքը ունեցավ կին, ունեցավ տղա, որոնք հետագայում իրան լքեցին եւ գնացին։ Եկավ Օդեսա, Օդեսայում ունեցավ ընկերներ, շատ մեծականակ իրան պաշտող, իրան նկարները սիրող, իր պատմությանը հավատացող եւ ես ուզեցի անպայման նկարել։ Երբ նկարեցինք որոշակի բաց եւ վերադարձանք, անցավ մի քանի ժամանակ, որը տեսա, որ դեռ հնարավորություններ չունեմ, շատ որտեղ ես 10 տարի չնկարեցի, հնարավորություն չունեի նկարելու, պետք է աշխատեի անպայման, որտեղ շատ մեծ ընտանիք ունեի, պետք էր աշխատել, պահել ընտանիքս եւ 10 տարի հետո ես վերադարձա կինո։ Ես նկարեցի դոկումենտալիստ ֆիլմը, որը ստացավ Կարլովի Վարոյի մրցանակ, եւ ես հասկացա, որ կարող եմ վերադառնալ նորից կինո, որովհետեւ Կարլովի Վարոյի մրցանակը շատ մեծ կարեւորություն ուներ եւ նշանակություն ուներ եւ կինեմատոգրաֆիստների համար եւ ինձ համար։ Ու հասկացա, անհանգստությունը իմ մեջ էր։ Վահանի մասին անհանգստությունը իմ մեջ էր, թե ինչ եղավ Վահանը, ուր կորավ, ինչպես կորավ եւ հանկարծ իմացանք, որ նա մահացել է եւ թաղվել է։ Բերել են Երևան, թաղել են Երևանում, այն էլ ինչպես նրա մոխիրը, բաժանել են 3 մասի եւ 3 իր նվիրյալ մարդիկ համոզել են մի հատ գեղեցիկ լավ մարդ կա, որ իրան շատ օգնում է, Ալյոնա Ռիմկո, շատ էր օգնում եւ հիացած էր նրա նկարներով, համաձայնվել էր 3 մասի բաժանել մոխիրը եւ թաղել 3 տեղում։ Այսինքն Տալինում է եւ Գերեզմանում, Օդեսայում եւ Երևանում։ Այդպեսի բան ես չէի տեսել եւ հասկացա, որ պետք է ես մի քանի անգամ գնամ Օդեսա, մի քանի անգամ Տալին, մարդկանց գտնեմ եւ այդ մարդիկ պատմեն իրենց պատմությունը արդեն մահացած մարդու մասին։ Արդեն մահացած մարդու մասին ֆիլմ նկարելը շատ դժվար է։ Եվ հավաքել այդ բոլոր նյութերը, որոնք կարելի է գտնել իր մասին։ Ես նկարեցի այդ ֆիլմը, դժբախտաբար մինչև այդպես ուղեղի կաթված էի ստացել պատերազմի ժամանակ, երբ իմ թորնիկը պատերազմում կռվում էր, իմ տղան գնացել էր նրա մոտ օգնելու նրան եւ կողքը լինելու։ Ես մի քանի օր չստանալով ոչ մի խաբար եւ չիմանալով ինչ կատարվեց իրենց հետ, շատ ծանր ինսուլտ տարա։ 1-2 տարի հետո երբ վերադարձա կինո նորից, հիշողության բավականին խնդիրներ ունեի հիշողության։ Եվ այս ֆիլմը, որը նկարել էի, դեռ մոնտաժված չէր, ոչ բան, փորձեցի մոնտաժել։ Տեսա, որ շատ բան չեմ հիշում, բայց իմ համառությունը եւ այդ մոնտաժի process-ը օգնեց, որ ես իմ հիշողությունը նորից վերականգնեմ։ Հիմա չգիտեմ ֆիլմը ինչքանով լավ ստացվեց, չէ՞։ Շատերը կան պաշտում են այդ ֆիլմը, շատերը կան որ ասում են նման չի կոմունիստ ֆիլմերին, բայց կարծում եմ նման է, բոլոր ֆիլմերը իրար նման են, որտեվ բոլորն էլ ես եմ նկարել։ Այնպես որ օգնությամբ իմ ընկերների, մոնտաժողների, ձայնային տեխնիկների կամ ռեժիսորների, իմ ընկեր Միքայել Ստամբոլցյանի, որը միշտ իմ կողքին ա եղել բոլոր ֆիլմերում, ես կարողացա այդ ֆիլմը վերականգնել եւ դարձնել իմ ֆիլմերից մեկը։ Լավ կլինի տեսնենք ֆիլմը, որովհետեւ շատ դժվար ճանապարհ անցավ այդ ֆիլմը ինքը։ Ինչքան դժվար ճանապարհ անցավ Վահանը, նույնչափ դժվար ճանապարհ անցավ այդ ֆիլմը եւ ես այդ ֆիլմի ընթացքում։ Այնպես որ եթե հավանեն հետաքրքիր կլինի լսել իրաց պատմությունը, թե չհավանեն ավելի հետաքրքիր կլինի լսել իրաց պատմությունը, որովհետև հիվանդոտ մարդու նկարածը ուրիշ է, հիշողությունը գործած մարդու նկարածը ուրիշ է, բայց ֆիլմ, որը վերակենդանացնում է քո հիշողությունը եւ քեզ, եւ դու արդեն կարող ես նոր ֆիլմ սկսել նկարել։ Պարոն Խաչատրյան, ես գիտեմ այդ թեման եւ այդ ամբողջ մեր զրույցների ժամանակ դուք դրա մասին ասել եք, որ թե ինչն է ձեզ մղել եւ որ հարցի փնտրտուքն է, որ ձեզ մղել է այդ մարդկանց հետևել, հետապնդել, այդքան գնալ, նկարել եւ հավաքագրել իրենց պատմությունը։ Ձեզ համար, երբ որ արդեն կան այդ 3 պատմությունները եւ անվերջ փախուստ հավերժ վերադարձ այդպես հստակ շարք է, ձեզ համար այդ հարցի պատասխանը ինչ-որ մի ձևով գտել եք։ Ես փնտրում եմ պատասխանները, բայց երբեք չեմ ուզեցել պատասխանները մտցրեմ ֆիլմ։ Ինձ համար կարևորը հարցեր տալն է։
Ինձ համար շատ կարևոր է հարցեր տալը եւ այդ հարցերը հասնել մարդկանց, հասնել մասնագետների, հասնել պատանիների, հասնել մեծերի, տարիքով մարդկանց, որոնք փնտրեն պատասխանը։ Եթե ես պատասխան հորինեմ եւ տամ պատասխանը, իմ ֆիլմը անիմաստ կլինի։ Որտեւ ինձ համար շատ հետաքրքիր է հարցեր տալը, հարցեր հորինելը, հարցեր ձևավորելը, որտեւ այդ այնքան կարևոր է, որովհետեւ այդ մարդիկ սկսեն մտածել, թե արդյոք ինչի համար է պետք է ամեն ինչը եւ ինչ դարձավ եւ ինչ պատասխաններ ունի։ Եվ կարծում եմ, որ դա հետաքրքիր ձևերից մեկն է իմ կինոյի, որը հետաքրքիր է դարձնում իմ ֆիլմերը եւ չի հնանում։ Եթե պատասխանները լիներ, միգուցե պատասխանները հնանային։ Հա։ Բայց հարցերը երբեք չեն հնանում։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ այս ամբողջ շարքը մեզ հետ լինելու համար եւ ֆիլմերի ցուցադրության իրավունքները մեզ տրամադրելու համար, պարոն Խաչատրյան, եւ կիսվելու համար ձեր կենսագրությամբ ու ձեր ֆիլմագրությամբ։ Հուսով եմ, որ ձեր հարցերը կշարունակվեն ձեր ապագա ֆիլմերում ու մենք էլ հնարավորություն կունենանք դրանց մասին խոսելու, Բուն TV-ով ցուցադրելու։ Շատ շնորհակալ եմ ձեզ եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հոբելյանի արդիվ։ Շատ շնորհակալություն իմ նոր ֆիլմը, որը Վահան Տերյանի մասին է լինելու եւ Ջավախքի մասին է լինելու եւ հայկական եղերնի մասին է լինելու եւ հայ մարդու տեսակի մասին է լինելու, որը շատ կարճ ապրեց, բայց շատ մեծ գործեր արեց, այնպես որ հույս ունեմ, որ մենք դեռ կհանդիպենք։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Ես առաջարկում եմ դիտել նկարչի 3 գերեզմանները ֆիլմը, որը Հարություն Խաչատրյանի այս պահի դրությամբ վերջին աշխատանքն է եւ մենք ունենք բացառիկ հնարավորություն ֆիլմը ցուցադրելու։ Հաճելի դիտում եմ մաղթում ձեզ եւ մենք կհանդիպենք եւ Լողում է նավը հաղորդաշարի հաջորդ եթերաշրջանում կտեսնվենք։